Պարոն Փաշինյան, ձեր խոսքի մեջ մի քանի անգամ օգտագործեցիք Նախճեվան, Նախճեվան, Նախճեվան։ Նախճեվան գոյություն չունի։ Նախիջևան, Նախիջևան։ Եվ եթե խոսեք ձեր թիմակիցների հետ, պարոն Գափյանը ձեզ նույնպես կհուշի Նախիջևան, Գարդման, Շիրվան։ Հիմա Նախիջևանով անցնող երկաթուղու մասին։ Ինձ հետաքրքիր է երկաթուղու հետևյալ հատվածը Դիլուջու, Արալիկ, Իգդիր, Կարս ճանապարհն է երկար, թե Դիլիջու, Սադարակ, Երասխ, Գյումրի, Կարս։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար։ Շատ կարևոր թեմայի անդրադարձակ։ Ես հիշում եմ իմ առաջին, այսպես ասած, ծանր տպավորությունները, երբ իմ մոտ միտք առաջացավ, որ մենք պետական ինստիտուցիոնալ առումով գրագիտության խնդիր ունենք։ Դա մոտավորապես 2007 թվականն էր, երբ որ հիմա ուղղակի ես փաստերը ժամանակ անցել, գուցե շատ ճշգրիտ բան չանեմ, չհիշեմ, խնդրում եմ ես մասով մի քիչ բան եղեք, ներողամիտ եղեք, բայց ընդհանուր գիծը տրամաբանական 100% է։ Երբ որ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը միտեղ խոսելով ասել էր, որ Նախիջևան բառի հենց ծագումը նշանակում է, որ դա հայկական տարածքներ են, որից հետո ես այն ժամանակ շատ սերտ գործակցում էի պատմական գիտությունների դոկտոր Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, եւ ես հիշում եմ, որ ընդ որում այդ ընդդիմություն, իշխանություն, այս բանի բանավեճի հետ էր, եւ հայկական ժամանակ թերթի խմբագիրն էի, եւ ես հիշում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Աշոտ Սարգսյանը, էլի պատմաբան, մի երևի թերթի 2 էջանոց հոդված գրեցին, որի ընթերցումը ինձ համար տենց շատ բան էր, Նախճեվան բառի ծագման հետ կապված։ Այդ հոդվածը տպված է, ես ճիշտ ասած հիմա չեմ փնտրել, եւ ինձ համար խնդրեմը գիտեք ինչն է, որ ես հենց էս եմ ասում, որ մենք չի կարելի սենց պետություն ունենալ, հասկանում եք, չի կարելի, որ երկրի արտաքին գործերի նախարարը հայտարարություն անի մի բանի մասին, որը ավարտական կուրսի ուսանողի համար ակնհայտ պարզ ձևակերպումն է, այսինքն հայկական պատմագիտությունը նույնիսկ չի վիճարկում այդ բառի ծագումնաբանությունը, բայց հայկական մեր քաղաքական նարատիվների համատեքստում ընենց է փոխվել։ Ես ձեզ ուրիշ բան ասեմ, որը ձեզ դուր չի գա։ Մենք մեր պատմության մասին, մեր իրականության մեջ ընդունված է պատմության մասին խոսալ, մեր իրականության մեջ ընդունված չի պատմությունը կարդալ, որովհետև խոսացողների 90%-ը պատմության մասին լսել են հեռուստատեսային քաղաքական հայտարարությունների մասին, մեր պատմությունը ընթերցված չի, եւ մեր իրականությունը, մեր պետության հարատեվությունը ապահովելու առաջին քայլը մեր պատմության ընթերցումն է։ Ընդ որում ես էլի ասում եմ, ես նոր պատմության մասին չի խոսքը, ակադեմիական հրատարակություն այն գիրքը, որը ես ցույց եմ տվել, որը տպվել է հեղափոխությունից առաջ, այդ պատմության գիրքը պետք է կարդալ, որը ակադեմիական պատմության գիրքն է։ Եվ թույլ տվեք ասել, որ մեր քաղաքականությունները ամբողջությամբ հենված են մեր պատմական դասի վրա։ Ես երկրորդ հարցին արձագանք։ Ակնհայտ է, որ երկրորդ հարցին չէիք պատասխանի, ասում եք պատմություն կարդալը ընդունված չի, բայց կարծում եմ ընդունված կարգ է, որ վարչապետը կարդա իր կառավարության հեղինակած ծրագիրը, որի 97-րդ էջի վրա ներքևից 6-րդ էջին գրված է, տեղին ներեցեք, երազք Նախիջևան։ Հենց որ ուրիշներին որ խորհուրդ եք տալի կարդալ պատմություն, ես խորհուրդ եմ տալի կարդալ ձեր իսկ գրած ծրագիրը։ Իսկ իրականությունը երկրորդ մասի վերաբերյալ հետևյալում է, ճանապարհը մանավանդ որ կառուցվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, Դիլիջու, Արալիկ, Իգդիր, Կարս, մոտ կրկնակի ավելի կարճ է, մոտ կրկնակի, քան թե Դիլիջու, Սադարակ, Երասխ, Ախուրիկ,
Կարս, հետվաբար որ ներդրողը, ես կուզեի տեսնեի այդ որ ներդրողն է, որը երկար ճանապարհն է նախընտրում, կարճը թողած, մանավանդ որ շինարար կազմակերպություն երկրները արդեն սկսել են Ավարտեք։ Կարս Իգդիր, Ավարտեք։ Արալիկ դիրիջու ճանապարհի կառուցումը, իսկ փետրվար ամսին Մյունխենում Խաչատրյան, ավարտեք։ մի անգամից ներողություն եմ խնդրում, մի անգամից sense ոտի վրա կտրեց, որ ինքը երբևէ դիտարկելու է երազ սադարակ ճանապարհի կառուցումը։ Պարոն Խաչատրյան, Շնորհակալություն։ քանի որ ես զբաղվել եմ այս հարցերով, ասում եմ, որ կրկնակի կարճ չէ։ Այո, մի քիչ կարճ է, բայց ոչ կրկնակի։ Մի ուրիշ նրբություն էլ կա։ Ախուրիկ երկաթուղին գոյություն ունի այսօր։ Այսինքն ընդամենը փոքր ներդրումներով այն կարելի է օգտագործել։ Եվ ով է այն ներդրողը, որը պատրաստ է գնալ այդ ներդրողին։ Ես գիտեմ այդ ներդրողը ով է, այդ ներդրողը Հայաստանի Հանրապետությունն է, որը իր երկաթուղին մրցունակ դարձնելու խնդիր ունի։ Հայաստանի Հանրապետություն եւ այսօր Հայաստանի Հանրապետությունը բան արել, սկսել է այդ ներդրումը։ Եվ եթե այդքան ներդրումային վատ միջավայրը շատ լավ, ասում ենք այդ ներդրումային վատ ակտիվը տվեք մեզ, կամ տվեք, եկեք պայմանավորվենք երրորդին տանք։ Համեն դեպս այդ վարժությունը կարող է տեղի ունենալ, երբ որ մենք սկսենք, այսօր պատրաստ են, ես գիտեմ, որ կան ընկերություններ, ովքեր պատրաստ են $400 միլիոն վճարել։ Եկեք թողենք շուկային։ Ինչ վերաբերում է երկրորդ հատվածին հարցի, հաջորդ առիթով կպատասխանեմ։ Իմ մոտ նշեմ, որ չեմ անդրադարձել։